Շարունակվում է Առավոտ լսող Weekend-ը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք պատմել Հայաստանում, այս դեպքում մայրաքաղաք Երևանում գործող թատրոններից ևս մեկի մասին, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի, որը հիմնադրվել է 1967 թվականին։ Առաջին բեմադրությունը լավատեսական ողբերգություն պիեսներ, որի ռեժիսորը թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանն էր։ Թե ինչ նորություններով ու անակնկալներով է պատրաստվում թատրոնը հանդես գալ իր 60-ամյակին ընթരാճ, կպարզենք թատրոնի դերասաններ Էմմա Մանուկյանից եւ Նիկոլայ Ավետիսյանից։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի ընկերներ։ Նախ շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալություն։ Շատ հետաքրքիր ազգանուն ունեք դուք Նիկա։ Փակագծերը չբացենք։ Եվ սկսենք պատմությունը ձեր եւ թատրոնի։ Երբ, ինչպես, ինչ պայմաններում առաջին անգամ հայտնվեցիք թատրոնում։ Եմ սկսես։ Ես թատրոնում հայտնվեցի ինստիտուտը ավարտելուց մի քանի տարի հետո, ինստիտուտը ավարտելուց հետո դե մենք հիմնականում մեր առաջի երազանքը որն է, չէ՞, միանգամից հաջորդ սեպտեմբերի 1-ին արդեն պրեմիերա ունենալ որևէ թատրոնում ու ես չէի տարբերվում իմ ընկերներից, իմ երազանքն էր ինչքան հնարավոր է արագ տեղավորվել իմ երազանքի թատրոնում ու առաջին կուրսից սկսած, որ դե միշտ խոսում ենք, չէ, դու ուր ես գնալու, դու որտեղ ես ուզում։ Դու ուր ես ուզում գնաս, ես առաջին օրվանից ասում էի դրամատիկական թատրոն, ասում էի, բայց ինչի ուրիշ չէ, ասում էի, միայն դրամատիկական թատրոն, ասում էի, ինչի, ասում դե որովհետև ես փոքր եմ, ես հաշվել եմ, այդ բեմը իմ համար շատ ճիշտ է։ Դա իմ հասակին, ինձ ամենահարմար տարածությունն է, որտեղ ես կարող եմ աշխատել։ Ու ավարտելուց հետո իհարկե ցանկությունը շատ մեծ էր թատրոնում հայտնվելու, բայց որովհետև ես արդեն ընտանիք էի կազմելու, բալիկ էի սպասում, ես մի քանի տարի լուր իմ սենյակում այդ երազանքը խմորում էի, էփում էի, մի օր լացում էի, մի օր ուրախանում էի, մի օր գնում էի ներկայացումներն էի նայում, արդեն աղջիկա սպասում էի, բայց մեկը գնում էի ներկայացումներն էի նայում, ու երբ որ աղջիկս մի քիչ մեծացավ, արդեն ինչ որ հնարավորություն կար իրան մանկապարտեզ տալու, ես մի անգամից գնացի լսումների, մասնակցեցի լսումների ու այդ լսումների արդյունքում ես ու Մարիամ Ադամյանը մենք միասին էինք այդ լսումների ժամանակ սկսեցինք արդեն ներկայացումները նայել ու իմ առաջին դերը իհարկե եղել է Գրիգոր Խաչատրյանի Անկոչ Աննան ներկայացման մեջ ներկայացումը խաղացանկում չի, բայց ինքը միշտ եղել է կաու կլինի իմ հոգու իմ հոգու իմ սրտի ամենասիրելի ներկայացումը Գրիգորը ինձ առաջարկեց դերը ես իհարկե շատ վախենում էի, բայց դրա հետ միասին իհարկե շատ ուրախ էի ու այդ եղավ իմ առաջին աշխատանքը թատրոնում։ Իսկ ձեր պատմությունը Իմ պատմությունը շատ պարզ եւ հասարակ է, իրականում ես իմացա, որ լսումներ կա, առաջին կուրսում էի սովորում թատերական ինստիտուտի, իմացա, որ լսումներ կա ու գնացի մասնակցելու ու մինչև հիմա Գրիգոր Խաչատրյանը ծիծաղում է այդ պատմության վրա, որ ոնց եմ ես ներս մտել ու դուրը բացել եմ, ասել եմ բարև ձեզ, կարելի է ձեր մոտ աշխատել, որովհետև տենց դրամատիկական թատրոնը իմ համար միշտ եղել է հետաքրքիր թատրոն ու միշտ ես ուզեցել եմ այնտեղ խաղամ, շփվեմ այդ մարդկանց հետ, այդպես ու լսումները անցա, մյուս օրը զանգահարել էին տուն, այն ժամանակ բջջային հեռախոսներ տենց շատ տարածված չէր, զանգել էին տուն, ասել էին փորձի կգաս ու ես սենց փորձ, առավոտ փորձի ենք անջը ու ես գնացի Հուլիոս Կեսար ներկայացումներ բեմադրում Արմեն Խանդիկյանը, այնտեղ մի տղա կար թատրոնից դուրս էր եկել, տենց ինձ ասեցին դու մտի մասնակցի, հետո Հովհաննես Բաբախանյանը գնաց ԱՄՆ, Գրիգոր Խաչատրյանը փորձեց արդեն Հովհաննես Բաբախանյանի դերը ու ինձ Արմեն Խանդիկյանը առաջարկեց Հուլիոս Կեսարում Գրիգի դերը, իսկ այդ ժամանակ իմ համար տենց նոր բան է ու այդ պատասխանատվությունը դժվար էր ոնց որ վերցնել մի անգամից 17 տարեկան էի այդ ժամանակ, այդպես սկսվեց իմ ոնց որ ճանապարհը դեպի թատրոն։ Այսինքն ով դուրս է եկել, դու մի անգամից մտել ես։ Այդ դերերը այդպես լինում է, այդպես լինում է։ Հիմնականում հենց այդպես էլ լինում է։ Այդպես լինում է, այդ հնարավորությունները տրվում է ու պետք է ոնց որ ճիշտ օգտվես այդ հնարավորությունից։ Ընդհանրապես ես ես վերջերս մտածում եմ ինչ բան է թատրոնը։ Թատրոնը մարդու նման մի հատ բան է, որ
անընդհատ քո կյանքը կարա փոխի, քո կյանքը կարա փոխի միայն մարդը, միայն շփումը մարդկանց հետ, ու թատրոնը ինքը ոնց որ sense կենթանի օրգանիզմ է, մարդու պես, ու ինքը հենց այդ օրվա է, ու հենց այդ պահին ես այդ էմոցիաները ապրում, ու հենց թատրոնն էլ քո ճակատագիրը անընդհատ փոխում է։ Բայց Այո, ձեր process-ը պատմություններից հետո հատկապես հիմա երբ հետ եք նայում, թատրոնը սեր էր, որը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեց ձեր կյանքում, թե գիտակցված ընտրություն, որի հետքերով դուք գնացիք։ Գիտես, ես էլ ես վերջերս թատրոնի մասին եմ մտածում, ու ես էլ իմ տարբերակ ունեմ, ես մտածում եմ, որ թատրոնը այդ մարաթոնյան վազքի նման մի բան է, այսինքն օլիմպիական խաղերում ոնց է, չէ, կա վազք արագություն, այսինքն դու կարող ես ինչ-որ որոշակի կարճ տարածություն արագ վազել ու դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց կա մարաթոնյան վազք, այսինքն այնտեղ կապ չունի, դու արագ ես սկսել, դանդաղել ես ընթացքում, կարևորը որ այդ տարածությունը մինչև ֆինիշ դու հաղթահարես։ Ես մտածում եմ, որ թատրոնը այդ մարաթոնյան վազքի սկզբունքով է աշխատում, այսինքն մի ճանապարհ է, որը դու սկսում ես ու ինչքան դու երկար իրան անցնես, այնքան քո մասնագիտական որակները ավելի կբարձրանան, այսինքն նախագծերում դու կարող ես, չէ, 2-3 ամիս ինչ որ մի հատ հաջողություն գրանցել ու հետո այդ էջը փակվում է, իսկ թատրոնում մարաթոնյան վազքի սկզբունքով դու անընդհատ պիտի վազես, ինչ որ պահի դանդաղ, ինչ որ պահի արագ, ինչ որ պահի դու առանձնանում ես բոլորից, արժևում ես, հետո դու հետևում ես, քեզ ոչ մեկ չի նկատում։ Ու այս process-ը ինձ թվում է թատրոնի այդ բնույթն է, թատրոնը այդ տեսակ մի բան է։ Օրինակ իմ տարբերակում սկզբից իհարկե դա գիրք էր, շատ մեծ, ինչ որ sense ամենակործան գիրք էր, բայց գալիս է ինչ որ պահ, երբ որ այդ դու հասկանում ես հիմա այս կրքի արդյունքում, որ ձևավորվել է սերը, հիմա ես ամուսնանալու եմ իր հետ, թե թողնելու եմ գնամ։ Որովհետև կամ պետք է մնալ թատրոնի հետ կամ գնալ։ Կես-կես չի ընդունում։ Իսկ դուք ամուսնացաք թատրոնի հետ։ Մենք ամուսնացանք։ այո։ Մենք ամուսնացանք։ Ու ես հույս ունեմ, որ այս հարաբերությունը ես մինչև վերջ կտանեմ, որովհետև այսօր համաշխարհային թատրոնում մենք այն տեսակ օրինակներ ունենք հասուն արտիստների, որ դու նայում ես ու հասկանում ես, որ դու ունես քո առաջ օրինակ, այո, կարելի է 80 տարեկանում լինել բարձր որակի արտիստ ու տարիքը այսօր որևէ նշանակություն չունի։ Ու երևի թատրոնը միակ վայրն է, որ աշխատանքային տարիքի սահմանափակում չկա։ Ճիշտ է, որովհետև օրինակ նույն բալետում, սպորտում, այսինքն կա մի տարիք, որ դու արդեն ստիպված ես քո փորձը կիսել։ Իսկ ես արդեն 30 անցել եմ։ Եվ դա քո լավագույն տարիքն է։ Թատրոնը ճիշտ բնութագրեցիր, իրականում իմ համար թատրոնը սեր է, այդ նման է սիրո, երբ սիրո մեջ կան այդ բոլոր process-ները, դու սիրում ես, դու մի օր կռվում ես, մի օր նեղանում ես, մի օր որոշում ես, ասում ես, վերջ էլ ես քո հետ չեմ լինելու, գնում ես։ Մի օր բաժանվում ես, մի օր հետ ես գալիս։ Այդ process-ները լրիվ սիրո նման է։ Իսկ սիրո մեջ ունենալ երջանկության օրեր իրականում ու հիշել այդ օրերը իրականում իսկական սիրո մեջ էլ է շատ քիչ ու թատրոնում էլ է շատ քիչ ու կարամ ասեմ որ դրամատիկական թատրոնում ես ունեցել եմ երջանիկ օրեր իհարկե շատ չէ բայց ունեցել եմ Լավ Թող շատան ինչն է ձեզ պահում թատրոնում կարճ գրիգը չէ միշտ պահում մեզ թատրոնում Ասում եմ թատրոնը մարդու է նման, բայց ոնց որ ասես Մարիամ Ադամյանը ոնց է քեզ պահում իր կողքը կամ դու ես իրան։ Շատ հիշեցինք Մարիամ ողջույն։ Ողջունում ենք Մարիամ։ Այդ այտենց դա process է, որ այտենց չես կարող ասես էլի ով ումա պահում։ Ոնց որ սիրո պես գործող օրգանիզմ։ Հա, լրիվ։ Սերը, հա, ուրիշ ոչինչ։ Քանի որ խոսեցինք կերպարների մասին, այն դերերի, որոնք մեր կյանքում հայտնվում են թատրոնի շնորհիվ, շատ դեպքերում իրականացնում են նաև երազանքները ոչ դերասանի։ Օրինակ դերասանները երազում են այս կամ այն կերպարի մասին, Էմմա քո օրինակով կարող ենք չէ պատմել, որ կերպարներիցդ մեկը քո մանկության երազանքը նաև իրականություն դարձրեց բալետի պարուհու կարիերայի մասին։ Ինչպիսին էր արձագանքը, օրինակ երբ թատրոնում դու կարողանում ես նաև կերպարի օգնությամբ քո փոքրիկ երազանքը իրականություն դարձնել։ Ես այդ ուսանողական տարիքում որ ասում եմ, sense մի հատ մեծ ցուցակ ունեի դերերի, որոնք ես անպայման պիտի խաղայի, sense կողքը գծիկներ էի դրել ու հետո մտածում էի, որ սրանք բոլորը պիտի պլյուսներ դառնան։
Իսկ հետո երբ որ արդեն հասկացա թատրոնի սկզբունքը, այդ ցուցակս պատրեցի ու դրեցի մի կողմ, հասկացա, որ դու չպիտի որոշես, դու հետո ինչ ես ուզում խաղաս։ Այդ դերերը իրանք գալիս ու քեզ գտնում են։ Ուղղակի դու միշտ պիտի լինես պատրաստ։ Երբ որ այդ դերը գա, դու իրանից դարձնես քո կյանքի դերը։ Այսինքն դու չես կարող նստել ու ասել ես ուզում եմ Լեդի Մակբեթ խաղամ, ես ուզում եմ այդ Լեդի Մակբեթը ինքը կարողա չգա, կարողա գա ու դու պարզվի, որ հեչել պատրաստ չէիր դրան ու դու դա չես կարողանում հաղթահարել։ Դու պիտի լինես միշտ պատրաստ, որ երբ որ գա այդ դերը, կապ չունի դա ինչ կլինի։ Կարողա ինչ որ առաջին հայացքից շատ ոչ հեռանկարային մի բան լինի, բայց դու կարողանաս դրանից սարքել քո կյանքի դերը, դրանից սարքել քո այն ամենակարևոր կետը, որում դու ինքնարտահայտվեցիր ու բացահայտվեցիր։ Իսկ ինչ վերաբերում է քո ասած ներկայացմանը Gangster Mac-ին, այդտեղ ես մի քանի երազանքներ եմ իրականացրել, հա, ու առաջինը դե իհարկե pole dance-ներ, որը հիմա հասկանում եմ մի քիչ տարօրինակավոր երազանք է, բայց իրոք երազանք էր, ես շատ էի ուզում այդ սովորեի, ու երկրորդ երազանքը այդ ես միշտ երազել եմ կրկեսում լինեմ ու ինչ որ օդային ակրոբատ լինեմ, այդ վտանգի մեջ, այդ ադրենալինը միշտ զգամ, ու տենց Գրիգին խնդրեցի, ասի Գրիգ, ես ուզում եմ սենց թռնեմ օդում, այսինքն ուզում եմ, ուզում տենց թռնեմ, ինչ որ մի հատ տենց բան անեմ, ու մենք մտածեցինք այդ տարբերակը, հետո վերաբեմադրման ժամանակ մտածեցինք դրա երկրորդ տարբերակը, ու ես մա չգիտեմ, եթե երրորդ անգամ բեմադրենք գուցե ինչ որ մի բան մտածենք, հա, երևի թե թատրոնը մի տեղ է, որտեղ դու կարող ես քո բոլոր խենթ երազանքները իրագործել։ Կարևորը պատրաստ լինել։ Մի հատ դեր ունեմ, որը բարձրաձայնիր։ չեմ երազում, այդ ես գիտեմ, որ լինելու է, հա։ Դե ասեմ ինքը Չէ, գաղտնիքա։ Հետո մեզ կասես։ Փոքրիկ գաղտնիքա, հետո ես կասեմ։ Լավ, եթերից հետ։ Մենք հետո կպատմենք հեռուստադիտողներին։ Ունեմ ցանկություններ ու իմ համար թատրոնը մի հատ տեղ է, որտեղ ես կարող եմ արտահայտվել այն զգացողությունները, այն զգացմունքները, այն տեքստերն ու վիճակները, որը ես կյանքում գուցե եւ չկարողանամ արտահայտեմ, իսկ բեմից լրիվ արտահայտում եմ ու թատրոնը այդ մենք նոր խոսում էինք թերապիաների մասին, թատրոնը ինքը տենց մի հատ հոգեբանական թերապիա է, որ դու անընդհատ այդ թերապիայի մեջ ես ու անընդհատ քեզ բացահայտում ես։ Անցնենք պրովոկացիոն հարցերին։ Այո, քանի մենք մերոնցով այսպես ասած հավաքվել ենք, պրովոկացիոն հարց համար առաջին։ Ով է ձեր ավելի ամենասիրելի խաղընկերը թատրոնում։ Ես ենթադրում եմ լսել Մարիամ Ադամյան ասում։ Ամենասիրելի խաղընկեր չի լինում։ Պետք է ասեք։ Հաղորդման ֆորմատը այնպես է, որ պետք է ասեք։ Պատասխաննել հուշում եմ։ Տիկնայք, պարոնայք ներկայացում ամենասիրելի խաղընկերը Սեմոնն է։ Բայց չասենք ինչի։ Հա, Չենք ասի, լավ։ չէ, տենց չի լինում, Փոքրիկ գաղտնիք։ մի քիչ բարդ բան հարց Չէ, իրականում գիտես, ամեն ներկայացման մեջ դու ունես քո սիրելի խաղընկերը։ Ամեն ներկայացման մեջ դու ունես ինչ-որ մեկին, ում հետ դու այդ ներկայացմանը այլ կերպ ես աշխատում։ Այսինքն նույն մարդու հետ մի ուրիշ ներկայացման մեջ դու կարող ես այդքան քիմիա չունենաս, այդքան էներգիայի փոխանակում տեղի չունենա ներկայացման պահանջներից ելնելով։ Իսկ մի ուրիշ տեղ դու այդ օրը առավոտյան զարթում ես արդեն մտքով քո պարտների հետ ես։ Դու ինչ որ տարածության վրա տելեպաթիայի միջոցով արդեն դու փորձում ես իր տրամադրությունը զգաս, դու գալիս ես չիտկայի դու արդեն իր աչքերի մեջ ես նայում հիմա այսօր մեր մոտ ստացվելու է թե չէ ամեն ինչ ճիշտ է գնալու թե չէ դու այդ օրը ապրում ես քո խաղընկերով ու տարբեր ներկայացումներ տարբեր մարդկանց են ուղված քո էներգիայի առումով էլի այսինքն հատուկ ինչ որ մեկին չեն կարող ասել ամեն ներկայացումը ունի իր այդ կարևոր մարդը Մարիամի անունը չտվեց ինչ է Մարիամ Ադամյանը մի հավատամ Մարիամի հիանալի խաղընկեր Մարիամի անունն ենք տալիս Կամ բաներ կամ կա ինչ-որ մի բան, որ երբեք թատրոնում չեք անի։ Կամ մտածել եք այս հարցի շուրջ։ Ոայ, չէ, ես չեմ մտածում հարցի շուրջ։ Չես անի։ Ասեմ, Ասա։ կես ոտով թատրոնում կես ոտով ոչ մի բան չեմ անի։ Կիսատ պրատ չես Կիսատ լինի։ պրատ, հա, եթե ես բեմ եմ բարձրացել, պիտի լիարժեք տրվեմ իմ գործին։ Ոնց որ կիսատ չեմ անի, կյանքում չեմ անի թատրոն։ Ես մտածում եմ, որ երբեք
թատրոնը չեմ ծառայեցնի իմ անձնական ամբիցիաներին։ Այսինքն դա մի վայր է, որտեղ դու պիտի լինես հավերժ ծառայողի դերում, գաղափարին։ Թատրոն գաղափարին դու եթե մտնում ես այդ տարածք, դու պարտավոր ես իրան ծառայել միշտ, քանի դու այդտեղ ես, դու պարտավոր ես իրան ծառայել։ Ես երբեք թատրոնը չեմ օգտագործի իմ սեփական ամբիցիաները, իմ էգոն, իմ կարիքները, իմ պահանջները օգտագործելու համար։ Շատ լավ։ Իսկ ովքեր են դրամատիկական թատրոնի հիմնական հանդիսատեսը։ Գիտես, մեր թատրոնը շատ հետաքրքիր է այդ առումով, որ մենք ունենք շատ տարբեր թիրախային խումբ։ Այսինքն ունենք ներկայացումներ, որոնք կոնկրետ այս թիրախային խմբի համար են։ Ունենք ներկայացումներ, ովքեր չգիտեմ, երիտասարդները նախընտրում են SSS ներկայացումները, միջին սերունդը նախընտրում է SSS ներկայացումները, երեխաները նախընտրում են ինչ-որ թինեյջերները այս ներկայացումները, ու ինձ թվում է դա շատ ճիշտ քաղաքականություն է յուրաքանչյուր թատրոնի համար, այսինքն այսօր կենտրոնանալ ինչ-որ մի թիրախային խմբի վրա, ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի, այսինքն դու պետք է ունենաս ռեպերտուար բոլորի համար, պիտի աճեն ամեն տեսակ ծաղիկներ։ Այդ ասեցիր, ու ես երբեմն տենում եմ այդ թինեյջերական, երիտասարդական ներկայացումներում, գալիս են մարդիկ, ովքեր բավական մեծ տարիքով հասուն մարդիկ են, բայց որոշել են գալու նայել, ու ստեղ մեր թատրոնում ես նկատում եմ կամաց գնում է դրան, որ միքս է լինում, չկա ինչ-որ սերնդային ինչ-որ ներկայացումներ, որը այս տարիքով մեծ մարդիկ սա են նայում, տարիքով փոքրներսը, ոնց որ կամաց միաձուլվում է ու այդ ինձ դուր է գալի թատրոնի ոնց որ ապագան այդպես եմ տենում ու թատրոնը գնում է դրան, որ ցանկացած ներկայացում, ցանկացած տարիքի մարդ կարողանում է գալ ու նայել։ Ինձ թվում է մենք շարժվում ենք դեպի այդ։ Իրականում այլ դրամատիկական թատրոնի խաղացանկում կարելի է գտնել թե այսօրվա շնչող, այսօրվա մասին պատմող ներկայացումներ եւ թե պատմական այնպիսի ծանր ներկայացումներ, որոնք հենց դրամատիկականի ձեռագրին բնորոշ են ու իսկապես դահլիճից հետևելով անգամ ներկայացումներին կարելի է տեսնել թե մարդիկ ինչպիսի անկախ տարիքից ու սեռից էներգիայով ու էմոցիայով են դուրս գալիս, դա է պատճառը, որ անդադար լիքն է դահլիճը եւ հանդիսատեսը շատ արագ սպասում է հաջորդ ամսվա խաղացանկը, երբ պետք է հայտնվի սոցհարթակներում, որպեսզի իրենց սիրելի ներկայացումները գուցե մի քանի անգամ արդեն կարողանան դիտել ու բաց չթողնել։ Շարունակենք մեր զրույցը, սիրելիներ, որ պատմեք հեռուստադիտողներին, այն մարդկանց, որոնք վաղը մյուս օրը գալու են թատրոն որպես հանդիսատես, թե ինչ անակնկալներ ունի թատրոնը նոր ներկայացումների, նոր գաղափարների տեսքով առաջիկայում։ Մեր թատրոնը հիմա շատ մեծ անակնկալ է պատրաստում, պրեմիերան տեղի ունենալու ապրիլի 7-ին, Մայրության եւ Գեղեցկության տոնին։ Ներկայացումը կոչվում է Սիրո 6 կանգառ։ Մեր թատրոնի համար շատ հետաքրքիր նոր ֆորմատ են տեսնելու, այսինքն երաժշտական, ամբողջությամբ երաժշտական ներկայացում է լինելու։ 6 դերասանուհիներ երգելու են, պարելու են, մոնոլոգներ կան, էտյուդներ կան, հետաքրքիր պատմություններ, հույզեր, էմոցիաներ, կանացի, ասենց ծաղկաբույլ է լինելու, կանացի էներգիայի, գեղեցկության ու էմոցիաների, պատմությունների, մի խոսքով շատ հետաքրքիր պրեմիերա է սպասվում, բոլորիդ հրավիրում ենք գարնանային տոները մեզ հետ անցկացնել։ Եվ ներկայացումը նվիրված է նաև մեր քաղաքին, ըստ Գրիգորի, ինձ չեմ հորինում, Գրիգորը ուզում էր ներկայացում, որ նվիրվի մեր քաղաքին, իսկ այդ ներկայացումը հենց այդ ներկայացումն է, այնտեղ շատ քաղաքին բնորոշ երաժշտական ձևավորում կա ու մոնոլոգներ կա կապված նաև մեր քաղաքի հետ։ Մայրաքաղաքային ներկայացում է սպասվում։ Ձեր սիրելի հեղինակը եւ ստեղծագործությունը։ Շատ բարդ հարց է, գիտեմ, ներողություն։ Դրա համար առանց մտածելու։ Դոստոևսկի ապուշը։ Այս պահին կենկիզի թռիչք կկվի բնի վրայով։ Որն է եղել վերջին ներկայացումը, որ դիտել եք։
երեք գիշերը դիտել եմ Բագամոլովի Վոլգի овցի։ Չգիտեմ հայերեն այդ ոնց թարգմանեմ այդ ամբողջը։ Ես համազգային թատրոնում Գայլեր եւ ոչխար։ Ոչխան Օ Պենելոպե։ Պենելոպե օ Պենելոպե։ Այդպես հա։ Սիմոն Աբգարյան։ Այո։ Ներկայացում, որը խորհուրդ կտակ դրամատիկական թատրոնում, մեր թատրոնում դիտի մեր հանդիսատեսը։ Օ, ամբողջ խաղացանկը։ Չէ, մեկը պետք է հիմա առանձնացնել։ Չէ, դա չէ, սկզբից մինչև վերջը ամբողջը։ Ամբողջը։ Երևի վերջին ներկայացումներից այդպես պատասխան փոքրիկ իշխանը։ Էմա ամբողջը։ Բայց մեկը պետք է ասեք։ Ամբողջը։ Մեկն է ասում ամբողջը։ Այդպես է ներկայացումը ամբողջը։ Նոր ներկայացում ամբողջը։ Դե ձեր բարեմաղթանքը թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ ձեր եւ ձեր Որը երեք սիրելի էր։ հանդիսատեսին։ Այո, որ 3 էր։ Ես մաղթում եմ բոլոր մարդկանց, թատրոնի մարդկանց համբերություն, որովհետև մենք այսօր խոսեցինք, որ թատրոնը նմանա սիրո, իսկ սիրո մեջ շատ կարևոր է համբերությունը։ Այդ անverջ համբերություն պետք է ունենաս, որ մինչև վերջ մնաս թատրոնի հետ, թատրոնն էլ քո հետ։ Մաղթում եմ համբերատար լինեն։ Շարունակելով Նիկային մեծ ուժ բոլորին, մեծ եռանդ, որովհետև իհարկե մենք թատրոնը տեսնում ենք միայն դերասանների կողմից, բայց թատրոնը հսկայական օրգանիզմ է, որտեղ շատ մարդիկ աշխատում են կուլիսներում եւ նրանց աշխատանքը շատ մեծ է եւ շատ անշնորհակալ, որովհետեւ մենք վերջում վայելում ենք այդ ծափերը ուշադրությունը, իսկ նրանք մնում են կուլիսներում։ Ես բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են աշխարհի որևէ թատրոնում, դա կլինի բեմում, թե կուլիսներում, մեծ ուժ, մեծ եռանդ ու ամենակարևորը մաղթում եմ հավատ, որպեսզի ոչ մի օր, ոչ մի տեղ, ոչ մի րոպե մեզ չկարողանան համոզել, որ այն ինչ մենք անում ենք, արդեն պետք չի։ Արդեն հնացած է, աշխարհը գնացել է առաջ, մենք ինչ որ արխայիզմով ենք զբաղվում, որ մեր արածը ժամանակավրեպ է եւ ոչ մեկին պետք չի, որ որևէ մեկը չհավատա, որ դա այդպես է։ Անսասան հավատ եմ ես մաղթում թատրոնի մարդկանց։ Այստեղ ես պետք է ծափահարեմ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու, մեզ հետ այսպեսի լավ ժամանակ անցկացնելու ու թատրոնի մասին շատ հետաքրքիր բաներ պատմելու, խոսելու համար։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ։ Շնորհակալ ենք եւ այդ ուժը եռանդը թող դրամատիկական թատրոնում եւս շարունակի լինել, որպեսզի շարունակեք ստեղծագործել ու նոր ներկայացումներով սպասենք հեռուստադիտողին թատրոնում։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։ Լսենք երաժշտություն։ Լսենք երաժշտություն։ Վերջացավ։